Բարձրագույն դատական խորհուրդը այսօր բավարարեց դատավոր Արտուշ Գաբրելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ դատավորին ազատությունից զրկելու թույլտվության հարցով գլխավոր դատախազի միջնորդությունը։ Դռնփակ նիստում խորհուրդը նաեւ կասեցրել է դատավորի լիազորությունները մինչեւ քրեական բարույթի ավարտը։ Ինձով կարա տապալի գեդի, ես եմ սաղ կյանքում բոլորին տապալ է, վերջ։ Դատավոր Արտուշ Գաբրելյանը դեռ կեսօրին նախքան ԲԴԽ-ի որոշումը լրագրողների հետ կարճ զրույցում այսպես նկարագրեց իր հետ տեղի ունեցածը։ Իսկ պատահել էր հետևյալը. կաշառք տարու ստանալու եւ օժանդակելու դեպքի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական բարույթի շրջանակներում 3 դատավորին դուրս էին հանել նիստերի դահլիճից։ Թե կոնկրետ ինչ հանցանք է վերագրվում դատավորին, իրավապահները լռում են։ Դատավոր Գաբրելյանն էլ հակված չէր փակագծերը բացել։ Մեղադրանքի էությունը, որը ձեզ պիտի առաջադրվի Գիտեք, ձեզ կաշառքի մեջ են մեղադրում, որ ստացել եք, պարոն Գաբրելյան, ընդունում եք, որ նման Այդ հարցը մինչև որոշում չլինի ինձի բանջացեք։ Սահմանադրության համաձայն դատավորը օժտված է անձեռնմխելիությամբ, դատավորի նկատմամբ հետապնդումը կարող է հարուցվել միայն ԲԴԽ-ի համաձայնությամբ։ Մեր գնահատման բացառապես բամբասանքներ, կծկտուր հեռախոսային խոսակցություններ առանց առարկայացման, թե ով հետ ինչ է պայմանավորվել, ինչի շուրջ է պայմանավորվել, թե ինչ չափի կաշառքի մասին է խոսքը, ով ում է այն տվել, չցանկացավ հայտնել նաև Արտուշ Գաբրելյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Ի սկզբանե մամուլի տեղեկությունները այն էր, որ կաշառք է ստացել, ես ուզում եմ դա հերքել, որ ոչ չի ստացել։ Իսկ եթե համաձայնությունը տվել է, թե ոչ, պնդում, որ պարոն Գաբրելյան որևէ հանցակազմի հետ կապ ունի եւ գլխավոր դատախազի եւ տեղակալի կողմից, չեմ փաստարկվել։ Դուք ասացիք կծկտուր հեռախոսազրույցներ են տեղի ունեցել, այդ կծկտուր հեռախոսազրույցներից արդեն բավարար չէր նման մեղադրանք։ Այս համար ոչ, որովհետեւ կոնտեքստից առանձին խոսակցություններ են բերվել եւ դա պետք է նստենք մենք ամբողջ առնվազն նայենք։ Այսօր հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին միայն, որ կաշառք տալու ստանալու եւ կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ մեղադրանք է ներկայացվել 2 անձի, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Անուններ չեն նշվում, սակայն մամուլում շրջանառվող լուրերի համաձայն կալանավորվածները դատավորի ընկերն ու օգնականն են։ Իսկ այդ ընկերուց միջոցով խիստ ինչ որ մակերեսային են տվյալները։ Մենք չենք կարող հիմա ձեզ ասել։ Անցած տարի բարձրագույն դատական խորհուրդը կարգապահական պատասխանատվության էր ենթարկել 60-ամյա դատավորին։ Հնչեղ դատական գործերով հայտնի Գաբրելյանը, որ բավարարել է մի շարք ընդդիմադիրների կալանավորելու միջնորդությունները, Սասնա Ծռեր զինված խմբի գործն է քննել։ Առաջին դատավորն է, որն անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Դատախազությունը պահանջում է նրանից եւ փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձել 5 անշարժ գույք, 4 տրանսպորտային միջոց, 62,8 միլիոն դրամ եւ 1 բնակելի տան միջին շուկայական արժեքի չափով գումար։